Թանկագինները շատ ուրախ եմ ձեր բոլորի համար, երիտասարդների համար, միջահասակների, մեծահասակների, Տերը օրհնի 3 սերունդ դնել ձեր բոլորին, ժողովուրդ ջան։ Հիմա սիրելիներս, Աստված գիտեք ինչա տեսնում։ Աստված ստեղ տեսնում է նա մեծ ծառ, շատ գեղեցիկ, մեծ ծառ, առողջ խորը արմատներ ու վրեն պտուղներ, լիքը պտուղներ։ Ամեն, որպեսզի թանկագիններս մենք ունենանք այդ ծառը, մենք պետք է արմատներ ունենանք։ Այսօր մենք աշխատելու ենք սիրելիներ արմատների վրա։ Թույլ տալու ենք, որպեսզի Սուրբ Հոգին մեր արմատները խորացնի, զորացնի եւ տարածի։ Եթե արմատը առողջ է լավ, հզոր է լավ, տարածված է լավ եւ հիվանդ չեղավ, վրեն ծառ կկառուցվի։ Ամեն։ Հիմա ո՞րն է մեր արմատը, թանկագիններս, ո՞րն է մեր արմատը։ Արմատը բոլորս տեսել ենք, գյուղի ժողովուրդ ենք։ Արմատը մի ասենց ուղիղ չի իջնում, տարբեր է, չէ՞, մի հատ կեն կողմից, մի հատ այն, մի հատ հետևից, մի հատ ցածրից, չէ՞, իր ճյուղերով։ Արմատը սիրելիներ, արմատը, այդ արմատները խոնարհությունն է, հավատարմությունն է, ժուշկալությունն է, հնազանդությունն է, ամեն, սրանք արմատներ են եւ սրանց վրա համբերությունն է, ուզում եմ շեշտեմ հատուկ համբերությունը, որտեղ կարող է աղոթես, բացարձակ պատասխան չստանաս։ Ստե քեզ գիտես ինչա պետք Աբրահամի համբերությունը։ Ամեն թանկագինես, ինչի մասին եմ այսօր ուզում խոսալ ձեր հետ։ Ուզում եմ թանկագիններս մի հատ այս եմ ես վերնագրել, որովհետև ես շատ մարդկանց եմ հանդիպել, ինքը խոնարհությամբ ընթանում էր, շատ լավ էր։ Մեկ հաջողություն ունեցավ, հպարտացավ, չկարողացավ պահել իր խոնարհությունը։ Ինչ եմ ուզում, մենք վերնագրենք այսօրվա թեմային, պահիր քո խոնարհությունը մինչև վերջ։ Չգիտեմ, միգուցե մի քիչ երկար է, բայց տպավորիչ է, պահիր քո խոնարհությունը մինչև վերջ։ Այսօր մենք խոնարհությունից ենք խոսալ, ժողովուրդ ջան, որովհետև ինչքան աղոթում եմ, չի փոխվում այս թեման։ Ինչի համար ուզում եմ, որպեսզի մենք խորը արմատ ունենանք, խորը արմատ ունենանք։ Ամեն թանկագիններս։ Մի բան ասեմ, եթե օրինակ դու, չգիտեմ, բարձրակարգ ազգատողմից ես, չգիտեմ, պապիկը բժիշկ է, մաման պապան բժիշկ են է, լավ անուն, լավ մեծ ունեցված ու դու իրանց սերունդից ես, դա չի նշանակում, որ դու պետք է մյուսներին վերևից նայես։ Ամեն թանկագիններս։ Հիմա ուզում եմ, որ բացենք մեր Աստվածաշնչերը, Մատթեոս 11:28 եկեք բացենք։ Տեսեք ինչ է գրված, ասում է եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Ասեմ ձեզ ժողովուրդ ջան, հանգստությունը Տիրոջ ներկայության մեջ է։ Եթե ուզում ես ֆրա, եթե Տիրոջ ներկայությունը չկա քո կյանքում, դու չես հանգստանալու, որ կղզիներ ուզում ես գնալ։ Տիրոջ ներկայության մեջ ասում եկեք ինձ, այսինքն իմ մոտ է հանգստությունը։ Դրա համար ամեն ինչ արա, որ Տերը քեզնից չհեռանա, միշտ մնաս իր ներկայության մեջ։ Ամեն։ Եվ շարունակության մեջ ասում է, եւ ես ձեզ ասում եմ պիտի հանգստացնեմ, իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձանից սովորեք։ Գիտեք ինչի համար ասում իմ լուծս ձեր վրա առեք։ Որտեվ դու Տիրոջ ծառայության մեջ ես օրհնված քեզ գու։ Դու Տիրոջ ծառայությունից, Տիրոջ կամքից դուրս եկար, Տիրոջ օրհնությունը գնալու է։ Ամեն։ Ասում է իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձանից սովորեք։ Ասում է իմ հետ ելեք, ինձի ծառայեք եւ ինձանից սովորեք, այսինքն նմանվեք ինձ։ Իմ հետ եղեք, իմ գործը արեք եւ նմանվեք ինձ։ 3 բան։ Հիմա ասում է որ հեզ եմ եւ սրտով խոնար։ Այսինքն առանց Տիրոջը մենք նմանվելու ոչ կարանք հանգստություն ունենանք։
Ոչ էլ կարանք Տիրոջ կամքի մեջ լինենք, պետք է սովորենք եւ իր կամքի մեջ լինենք։ Ասում է հեզը եւ սրտով խոնար։ Հիմա ի՞նչ է նշանակում թանկագիններս հեզություն։ Ասեմ հեզ մարդու բնավորության գծել։ Նախ հեզ մարդը կրվարար չի։ Զիջող է եւ չի պաշտպանում իր եսը։ Լսի, եթե ասած թույլ տվեք քեզի նեղացնեն խոնարհությամբ տար։ Աղոտ կարա այդ մարդու համար։ Եթե եղել է որ ինչ որ մեկը քեզի նեղացնա, հնարավոր չէ չլինի։ Ասեմ, միակ բանը որ դու կարաս ունես իրանը օրհնելն է։ Ու ամեն բան կընկնի իր տեղը։ Նա ասում է, չի պաշտպանում իր եսը, լեզվանի չի բռնկվում։ Եղել նոմա որ դու բռնկվես։ Հեզմարտը չի բռնկվում։ Իր շահի համար սուտ չի խոսի, իր անձը առաջի տեղում չի դնի, հանգիստ է, փափուկ է, խոնար է, պատրաստ է լսել եւ ընդունել ուրիշներին, իր ուժը չի դնում, իր ուժը դնում է Աստծո կամքի տակ, այսինքն եթե դու տաղանդներ ունես, դու դնում ես Աստծո կամքի տակ, Աստծո զորության տակ, այսինքն միշտ քեզի ինչ սև ասեմ, քո ուժերին չես ապավինում, ես սև ասեմ, որ պարզ լինի։ Լավ։ Հիմա թանկագիններս, սա հեզության մասն, նաև ստետերն ասում է սրտով խոնար, չի ասում խոնարի, ասում է սրտով խոնար, այսինքն խոնարհությունը գալիս է սրտից, նաև կա կեղծ խոնարհություն, կա կեղծ խոնարհություն, դրա համար ասում է սրտից խոնարհություն։ Են որ ձև են տալում, դե իբր թե խոնար, վայ, ինչ խոնար։ Հասկանում ես, դա դիմակ է ժողովուրդ ջան։ Ամեն։ Հիմա թանկագինես ինչ է նշանակում խոնարհություն։ Հիմա ասենք խոնարհությանը։ Եկեք բացենք Հակոբոսի թղթեր առաջի գլուխ 9-րդ խոսքը։ Ասում է խոնար եղբայրը իր բարձրության վրա թող ուրախանա։ Գիտեք խոնար եղբայրը որն է։ Եկեք լավ 10-րդ խոսքն կարդանք։ Ասում է եւ նա որ հարուստ է իր խոնարհության վրա, քանի որ նա խոտի ծաղկի պես է եւ պիտի ասնի։ Նայ գիտեք ինչ է, տեսեք, ստե անտե հարստությունից է խոսում, չէ՞։ Գիտեք խոնար եղբայրը ում նկատի ունի, որ ինքը անվանից հեղից չէ։ Ֆինանսական տես հաջողություն չունի։ Չգիտեմ, տես ես ինչ անուն չունի։ Իրանը ճանաչում են ասես կողից։ Հասկացանք չէ՞ մասն է, բայց այդ տեսակ մարդը թանկագիններս Աստծո առաջ, գիտեք ինչպեսի դիրք ունի։ Շատ մեծ։ Այստեղ եք ժողովուրդ։ Ինձ հիմա դու նկատում եք, որ իր արմատները ինչքան ցածրն է։ Ինչքան ծառի բարձրությունն է, այնքան էլ արմատների համարյա նույն չափսն է։ Նույնը մեր կյանքն է ժողովուրդ ջան։ Ինչքան քո հոգևոր արժեքները խորը կլինի, այնքան Աստված քեզի ավելի կվստահի բաներ, ավելի կբարձրացնի։ Ամեն։ Հիմա թանկագիններս, ուզում եմ սե շարունակենք, խոնար եղբայրը իր բարձրության վրա թող բարձրանա։ Եթե մեկը ճանաչողություն չունի, ֆինանսներ տես չունի, չգիտեմ, ինչ որ չճանաչված մեկն է, բայց խոնար սիրտ ունի, Աստծո առաջ ինքը բարձր է։ Թող ասում է իր բարձրության վրա ուրախանա։ Եվ նա որ հարուստ է, անվանի է, հարուստ է, չգիտեմ, պապենական պաշտոնի են, իր խոնարհության վրա, քանի որ նա խոտի ծաղկի պես է եւ պիտի անցնի։ Այսինքն թանկագինս մարդկանց առաջ բարձր եղածը Աստծո առաջ ցածր է, շատ դեպքերում, բոլոր դեպքերում չէ։ Մարդկանց աչքի առաջ ցածր եղածը Աստծո առաջ բարձր է։ Ամեն թանկագին, ասում թող նա ուրախանա իր բարձրության վրա։ Հիմա սիրելիներս, մի հետաքրքիր բան եմ ուզում ասել։ Գիտեք հպարտությունը երբ է գալիս։ Երբ որ հովիվը քեզի կորաստես մի հատ, չգիտեմ, խոսք տա, ու քո խոսքից հետո բոլորը օրհնվեն, օրհնվելուց հետո լինեն գրկեն, ասեն ինչ օրհնվեցինք։ Ըստ արդեն հպարտության դևը ուզում աշխատա քո վրա։ Ստե մենք պետք է ազգուշանանք։ Հենց
թույլ տվեցիր հպարտության դևին, իմացի հարվածը գալու քո վրա։ Լսեք մի պատմություն անեմ։ Գործք Առաքելոս գրքից։ Հիշում եք Հերովդեսին։ Ասում եմ, երբ որ Հերովդեսը ատենաբանություն էր անում, ասեցին Աստծո ձայնը նա։ Ասում ինքը Աստծուն փառքը չտալու համար հրեշտակը խփեց ու ինքը որտնալից այդ վարքյանին, այդ րոպեին մահացավ։ Ոչ մի բան չի փոխվել, թանկագինս։ Եթե քո կյանքի վրա կա շնորհ, դու շնորհով ծառայում ես, մարդիկ քեզի գովում են, մեծարում են, բարձրացնում են ու դու փառքը չես տալու Տիրոջը, լսի հարված է գալու քո վրա։ Ու երկնքից է գալու։ Այստեղ եք։ Գիտեք, հիմա ես պատվաստ եմ անում ուղղակի, որպեսզի այդ հիվանդությունից դու զերծ մնաք, որտեղ հպարտությունը հիվանդությունը ու շատ վատ։ Գիտեք, հետաքրքիր մի բան ասեմ, թանկագինս, հպարտություն երբ որ գալիս է, դու չես զգում, այս կողից զգում են, բայց քանի որ հպարտությունը արդեն քո մեջ ինչ որ իր գործը կատարել է, չեն էլ ուզում քեզի խրատեն, որտեղ գիտեն չես ընդունելու։ Այսի կործանման ճանապարհն է թանկագինս։ Ամեն սիրելիներ։ Հիմա ուզում եմ միասին բացենք 2 Կորինթացիս 12-րդ գլուխը։ Եվ կկարդանք 7-րդ խոսքը։ Տեսեք, Պողոս առաքյալը հետևյալ խոսքերն ասում, որպեսզի չլինի, որ ես հպարտանամ խիստ շատ հայտնությունների համար, ինձի մարմնի խայթոց տրվեց։ Այսինքն նայեք, Պողոսին մենք գիտենք, չէ՞, թե ինչպիսի անձնավորություն, ինչպիսի ծառայ է եղել, ինչպիսի առաքյալ է եղել։ Գիտեք, թանկագիններս, Պողոս նոր կտակարանի քանի տոկոս, երևի 50%-ը ինքն է գրել, 60։ Իրա միջոցով ամբողջ Ասիան ավետարանվե, եկեղեցիներ են բարձր 6-7 հատ, բայց գիտեք, ինքը հպարտանալու վտանգի առաջ էր։ Պողոսը լինելով Պողոս, ինքը հպարտանալու վտանգի առաջ, լսեք, թանկագինես, մի բան ասեմ, եթե Պողոսը հպարտանալու վտանգի առաջ է, որքան ես ու դու։ Երբեք ու երբեք չասես ես չեմ հպարտանա, էդի սատանայի սուտն է։ Հասկանում եք։ Մի բան ասեմ, իմ կյանքից ասեմ, միշտ մի հատ կնոպկա ունեցի կարմիր քո կյանքում։ Այդ կնոպկի անունը դիխոնարություն ու մատդ միշտ այդ կնոպկի վրա։ Ու հատկապես այն ժամանակ, երբ որ քո կյանքում հաջողություն կա, թե աշխարհ, թե ֆինանսական կա, թե մարդիկ անունը տա բարձրնում։ Ամեն, եթե սիրելիս պահես քո խոնարհությունը շատ է Տերը բարձրացնելու։ Չեմ ասում բարձրացնելու է, ասում եմ շատ է բարձրացնելու, բայց եթե պահես նայեք թանկագիններս, խնդիրը դու պետք է լուծես այնպես ոնց որ Քրիստոս կլիներ քո փոխարեն ու կլուծեր, բայց քո կյանքում լիքը խնդիրներ լինելու է եւ Աստված է թույլ տալ որ այդ խնդիրները լինեն։ Այստեղ է, չէ՞։ Հիմա սիրելիներ, ուզում եմ այս խոսքը շարունակեմ, ասում եմ որպեսզի չլինի թե ես հպարտանամ խիստ շատ հայտնությունների համար, ինձի մարմնի խայթոց տրվեց։ Գիտեք, ասում է ու սատանայի հրեշտակ ինձ նեղելու համար ինչ որ մի դև իրանը նեղացնում էր։ Նեղած ես չգիտեմ, միգուցե դա հիվանդություն էր, միգուցե դա ինքը դեպրեսիայի մեջ էր ընկնում։ Օրինակ Մարտին Լյութերի կյանքը, երբ որ կարդում ենք, Մարտին Լյութերը հաճախակի գիտեք ինչի, տրտմության դև էր բռնում իրանը։ Դա Մարտին Լյութերի խայթոցն էր։ Ինչի, որ ինքը իմանա, որ ինքը մարդ է։ Սովորական մարդ։ Ով էր տվել այդ մարմնի խայթոցը, իհարկե Աստված։ Իր որդուն, որպեսզի հանկարծ ու հանկարծ ինքը չհպարտանա, որովհետև երբ որ մարդ ընկնում է հպարտության մեջ, իրանը հետ բերել է, դա չափազանց լուրջ հարց է։ Մինչև ինքը իր ճակատը չխփի պատին, քիթը չքսվի գետին, ինքը դժվար խելքի գա։ Ես չգիտեմ, ինչ խայթոց կտրվի, բայց կտրվի։
հպարտության դեմը կանգնեցնելու համար եւ դա Աստծուց կլինի։ Ինչ որ մի բան կլինի, որ քեզի նեղացնա։ Դրա համար թանկագինս խորհուրդ եմ տալ մատդ միշտ խոնարհության կնոպկի վրա դնես, միշտ խոնարհությանդ համար աղոտ կարա, միշտ որպեսզի դու այդ բալանսը պահպանես քո կյանքում։ Ամեն թանկագինս, հալելույա։ Լավ, հիմա եկեք անցնենք առաջ։ Քո բարձրության չափը ցույց է տալիս, թե որքան խոնարհ ես դու։ Այդ գիտեք մի բան, հետաքրքիր մի բան ասում, գիտեք Հովին Աստված ինչի համար է օծե, որ Աստված ցույց տա իրանը ում դնի ծառայության մեջ։ Տերը ցույց տա իրանը։ Գիտեք Աստված իրանը շնորհք ա տալու, որ ձեր սրտերը տենային թե իրանց տնից։ Ամեն թանկագիններս։ Հիմա ինչ է նշանակում խոնարհություն։ Ծառայել մեկը մյուսին Հիսուսի անունով դա խոնարհություն է։ Հիսուսի անունով։ Եկեք բացենք Մատթեոս ավետարան 20:20-ը։ Ինչպիսի սիրտ ուներ Հիսուսը թանկագիններս։ Գիտեք։ Ում որ Հիսուսը հանդիպում էր, ուզում էր ինչ-որ մի բան ավացնել այդ մարդու համար, ինչ-որ մեկին կուրությունից բժշկել, ինչ-որ մեկին սովորեցնել, ինչ-որ մի հատ շնորհք փոխանցել, ինչ-որ մի բան անել։ Արդյոք մենք ունենք այդպիսի սիրտ։ Եթե դու քո դիմացինին հանդիպում ես, ինչ-որ մեկին, ուզում ես, որ այդ ինչ-որ մեկը քո համար ինչ-որ մի բան անի, թե դու անես։ Եթե դու թանկագինս մարդկանց հետ շփվում ես ու ծառայի սիրտ ունես, ուզում ես ինչ-որ մի բանով օգտակար ես, այդ բառը շատերի մոտ դարձած դերասանություն։ Ինչով կարող եմ օգտակարել եմ, բայց ուղղակի ասում է։ Ուղղակի։ Լսած է ասում։ Բայց եթե մարդը սրտանց է ասում ու պատրաստ է, ու մարդիկ էլ գիտեն, որ սրտանց ասում, չէ, ախպերս, ամեն բան նորմալ է, բայց լիքը խնդիր ունի, ու օգնության կարիք ունի։ Չէ, մենք կյանք եղցելնենք։ Եթե դու ասես ինչով կարամ օգտակար լինեմ, դու պետք է պատրաստ լինես օգտակար լինելու։ Ինչեր որ ասեն քեզի։ Ամեն թանկագինս, այսինքն, եթե դու քո դիմացինին հանդիպում ես, դու պետք է ծառայի սիրտ ունենաս, որ ինչ-որ մի բանով կարաս օգնես։ Ամեն։ Հիմա սիրելիներս, լավ, եկեք կարդանք այս խոսքը, ասում է այն ժամանակ Զեբեդեոսի որդիների մայրը 20-ից կկարդանք մինչև 28-ը Զեբեդեոսի որդիների մայրը որդիների հետ եկավ, երկրպագություն էր անում եւ մի բան էր խնդրում նրանից։ Նա էլ ասավ նրան. «Ինչ ես ուզում»։ Ասավ նրան. «Ասա»։ Գիտեք ասան ինչ է նշանակում։ Խոստացի։ Պայմանավորվենք։ Որ այս իմ երկու որդիները մեկը աջ կողմը, մյուսը ձախ կողմը նստեն քո թագավորության մեջ։ Պատկերացրեք ինչ էր ուզում։ Այս երկնքում ու երկրի վրա ամենամեծ հարստությունը։ Հիմա, տեսեք, հետո ըստեմ մյուս աշակերտները լսում են, նեղվում են, պատասխան տվավ Հիսուս եւ ասավ, չէ, գիտեք թե ինչ կխնդրեք, կարող եք խմել այն գավաթը, որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտությունով մկրտվել, որով ես պիտի մկրտվեմ։ Ասին իրեն կարող ենք։ Հիսուսն ասավ նրանց, իմ գավաթս պիտի խմեք եւ այն մկրտությունով, որ ես մկրտվելու եմ, պիտի մկրտվեք, բայց իմ աջ ու ձախ կողմը ստսելը ես չեմ կարող որոշել, հապա նրանց, որ պատրաստված է իմ հորիցս։ Այսինքն տեսեք, Հիսուսը թողեց հոր վրա։ Երբ մյուս 10 աշակերտները լսեցին, երկու եղբայրներից նեղվեցին։ Իսկ Հիսուսը իրեն կանչեց նրանց եւ ասավ. «Գիտեք թե ազգերի իշխանները կտիրեն նրանց եւ մեծամեծները կիշխեն նրանց, բայց ձեր մեջ այնպես պետք չէ լինի»։ Հիմա ո՞նց է աշխարհը, ժողովուրդ։ Ով որ պաշտոնի է լավ, հələ ու մեկը իրան չի ընթարվի, կնստեցնա բանտ, կհարստահարա, կարժե զրկա, ինչ ուզա կանա։ Բայց գիտեք եկեղեցուն ոնց է, դու չես կարող առանց խոնարհվելու, առանց ծառայելու բարձրանաս, լրիվ հակառակ պատկերին է։ Աստված ուզում է քեզի բարձրացնա,
Բայց պետք է ինքը համոզվի քո խոնարհության մեջ։ Ամեն թանկագիններս։ Գիտեք ամենաբարձ բանը որն է այսօր, որ մարդը տաղանդավոր լինի ու խոնարհ։ Եթե մարդը տաղանդավոր է, բայց խոնարհ չի, ինքը վնասելի է։ Բայց եթե մարդը տաղանդավոր է ու խոնարհ, ինքը օրհնություն է լինելու արքայության գործին։ Ամեն թանկագիններս։ Հիմա տեսեք ինչ ասում Հիսուսը։ Ձեր մեջ այնպես պետք չէ լինի, հապա ձեզանից ով որ մեծն է ուզում լինել, թող նա ձեր սպասավորը լինի։ Այսինքն, եթե դու ուզում ես Տերը բարձրացնա, Տերը, ոչ թե մարդը, Տերը։ Մեկ անգամ մեր մոտ մի հոգի կար ասում էր, հովիվները չեն բարձրացնում։ Ովները չեն բարձրացնում, ինչ առաջարկում ես չեն ընդունում, ասացին լավ, ուզում ես բարձրացնենք, կբարձրացնենք, հանեցինք փառաբանության, Իրանը ոնց հանեցից, անց ինքը իջավ դից, գիտեք, որովհետև Տերը չէր անե, այստեղ եք թանկագներ, դու աղոթատիրոջ է, թո Տերը քո հովին ասա, ոչ թե այնքան հովին մեղադրա, մինչև հովին էլ քեզի չնեղացնելու համար հանա, հետո Տերը չհամաձայն չլինի այդ որոշմանը, տնտես քեզի գլորակցա։ Հասկանում եք թանկագիններս։ Դու Տիրոջ հետ կապա քո գործերը։ Ամեն։ Ամեն շնորհ։ Հիմա լսեք շարունակությունը։ Ասում է ձեզանից ով որ ուզում է առաջինը լինել, թող նա ձեր ծառան լինի։ Եվ շարունակության մեջ, ինչպես Հիսուսի վրա է էլի օրինակ բերում, ինչպես որդին մարդու չեկավ սպասավորություն ընդունելու, հապա սպասավորություն անելու եւ իր կյանքը շատերի համար իբրև փրկանք տալը։ Հիմա ի՞նչ է նշանակում սպասավորություն։ Բոլորս էլ ենք, չէ՞, արսանիքի։ Դու նստում ես, չէ՞, ինչ որ մեկը ճաշնա բերում, ինչ որ մեկը գալիս է անձեռնոցիկնա կերտոտա ստանում, ապսետա մաքրում, չգիտեմ, սուրճնա բերում, կտրտած միրգնա բերում։ Չէ, հիմի որն է բարձր, դու ես բարձր, թե այդ գործանողը, դու նստած ինքը քեզ ծառայում։ Ամեն ժողովուրդ, հիմա թանկագինս մենք այդ ծառայի կարգավիճակում ենք։ Պատկերացրեք, ստե բոլորս բոլորին ծառայենք։ Բոլորս բոլորին ծառայենք։ Գիտեք ինչ կդառնա։ Դրախտ։ Բոլորս բոլորին ծառայենք, բոլորս բոլորի խնդիրներին անտարբեր չլինենք։ Ամեն թանկագիններս։ Սա է Տիրոջ կամքը ժողովուրդ ջան։ Եվ ասում է իր կյանքը շատերի համար փրկանք տալու։ Այսինքն Հիսուսն եկավ, մահացավ, արյուն թափեց, որպեսզի մարդկությանը փրկի։ Ասեմ ձեզի թանկագինս, դու սրա անելու կարիքը չունես։ Բայց այն մնացածի կարիքը մենք մարդիկ ունեն։ Ամեն։ Այն մնացածի կարիքը մարդիկ ունեն։ Հալելույա։ Ամեն։ Հարկ Տիրոջը թանկագիններս։ Էլ ինչ է նշանակում խոնարհություն, ասեմ, միշտ դիմացինի քեզանից ավելի լավը համարիր կամ գնահատիր։ Կարաս։ Հիմի կասես վարդյա գրված, ասեմ, առաջի Կորինթացիս 15-ին եկեք բացեք։ Բացեք ձեր Աստվածաշնչերը։ 5-րդ խոսքը։ Ասում է եւ երևաց Կեփասին, ու մասին է խոսքը Քրիստոսի։ Եվ ետքը 12-ին։ Եվ ետքը, տեսեք, սկզբից Հիսուսը ում է երևում, Կեփասին, չէ՞։ Առաջինը երևում Կեփասին, Կեփասը Պողոսն է։ Հետո 12 առաքյալներին է երևում։ Սկզբից Պետրոսին է երևում, հետո 12 առաքյալներին, հետո 500-ից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև մի կապրեն եւ մանք ննջեցին։ Հետո Հակոբոսին, հետո ամենից ետքը բոլոր առաքյալներին 12-ից ցա։ 8-րդ խոսքը ամենից ետքը որպես թե
Ինչ բառաս է գրված վիժացի ինձի էլ երևեցավ։ Քանի որ ես առաքյալների ամենից հետինն եմ, որ արժանի էլ չեմ առաքյալ ասվելու, որ Աստծո եկեղեցին հալածեցի։ Դու հասկանում եք, դու նկատում եք Պողոսը ինչքան է ցածրցնում իրանը։ Նկատում եք եղբայրներ։ Թանկագիններս մի բան եմ ուզում ասեմ։ Հիշում եք, երբ որ Պողոսն ու Շիրան չեմ հիշում այդ քաղաքյանը, որ քաղաքում էր, մի հատ հրաշք արեցին, բերեցին ու ցուլերին ուզում զոհաբերին։ Հիշում եք։ Ինչ արեցին իրան, կարակ հիշեք։ Մենք ձեր նման կրքերի ենթակա մարդ ենք։ Հիմա տեսեք թանկագիններս, գիտեք ինչ եմ ասում։ Եթե քո միջոցով մի հատ շնորհք կազատագրվի, լսի քեզի կորցրա, որ մարդիկ քեզ չտենան, տիրոջ չտենան։ Եթե քեզ չկորցրիր, չզրոյացրեցիր, հարված է ստանալու։ Լսեք, իրանք ասում հանդրսները պատրեցին եւ հորց հանեցին իրանց վրա եւ ասեցին մենք ձեր նման մարդիկ ենք ժողովուրդ, մեզի չի երկրպագեք, մենք աստվածներ չենք։ Իշեք թանկագիններս, եթե ձեզի հանկարծ ու հանկարծ մի փոքր պաշտամունք եկավ ձեր վրա, խփելու է Աստված։ Ամեն թանկագիններս։ Հիմա մյուս տեղը, որ ուզում եմ նայենք, դա Փիլիպպեցիս 2:3-ն է։ Փիլիպպեցիները եկեք բացենք։ Ասում բանը գրգռությունով մեկ այլ թարգմանության մեջ գիտեք ինչա գրված, հակառակությունով մրցակից հակառակությունով մի անեք, կամ էլ սնապարտությունով, դատարկ փառասիրությունով մի արեք։ Հապա խոնարհությունով մեկս մեկ ձեր անձից լավը համարեք։ Ասում եմ մեկս մեկ ձեր անձից լավը համարեք։ Հիմա կարաս քո դիմացնի քեզից ավելի լավը համարես։ Չեմ ասում քեզի նսեմացնես։ Դա տիրոջ կամքն է։ Դիմացինին մի ասես ինչ երեխա է։ Քրիստոսի դուստն է։ Մի ասա ինքը ինչ ազգատոհմից է։ Իրա պապերը սա բան որ այլած։ Ասում եմ մեկ այդ մյուսին ձեր անձից լավը համարեք, սա խոնարհություն է թանկագինս։ Սա խոնարհություն է։ Այսօր այս արժեքի կարիքը մարդկությունը շատ մեծ ունի։ Անես չէ որ եկեղեցիները իդեալական վիճակում են։ Հավատացյալներն էլ։ Ամեն ժողովուրդ ջան։ Հիմա եկեք անցնենք առաջ թանկագիններս։ Էլ ինչ է նշանակում խոնարհության։ Օրինակ եղիր այնպես ինչպես Հիսուսը եղավ։ Հիսուսը ինչ արավ։ Հիշում եք որ աշակերտների ոտքերը լվաց Հիսուսը։ Լավ, եկեք կարդանք այդտեղ։ Եկեք բացենք Հովհաննես 13:4-ը։ Հիմա թանկագինես, հետևյալն է գրված, ասում է Հիսուսը իմանալով թե հայրը ամեն բան իր ձեռքը տվեց, եւ թե ինքը Աստծուց ելավ եւ Աստծո մոտ պիտի գնա, ընթրիքից ելավ, հանդերձները մեկտի դրավ, ղենջակը առնելով մեջ կփաթաթեց, եւ ետքը կոնքի մեջ ջուր լցրեց, եւ սկսեց աշակերտների ոտքերը լվանալ եւ իր փաթված ղենջակով սրբել։ Հիմա թանկագինես, գիտեք սա ինչ գործողություններ։ Առաջ ժամանակներում, երբ որ մարդիկ իրանց տներում ստրուկներ էին ունենում, ժողովուրդ ջան, ստրուկներ, այս ստրուկները հյուրերի ոտքերը լվանում էին եւ սրբիչով ոտները սրբում էին։ Սա ամենացածր աշխատանքն էր, որ կատարում էին ստրուկները տան մեջ։ Բոլոր հյուրերի եւ միգուցե իրենց տան ղեկավարի ոտներն էլ, երբ որ ինքը գործ աշխատանքից գալիս էր, ոտները լվալում էին ու սրբում էին։ Ու գիտեք Հիսուսը վերցրեց, կոնքի մեջ ջուր լցրեց, սրբիչը փաթաթեց իրանը, աշակերտների ոտքերը լվացեց ու սրբեց։ Ու գիտեք հետո ինչ ասավ Հիսուսը։ Հիմա ուզում եմ կարդալ, գիտեք որևէ խոսքը
Այդ 12-րդ խոսքից ասում է, երբ նրանց ոտքերը լվաց եւ իր հանդերձները առնելով նորից սեղան նստավ եւ ասավ նրանց. գիտեք ինչ արեցի ձեզի, դուք ինձ վարդապետ եւ Տեր կկոչեք եւ ճիշտ էլ կանեք, քանի որ այնպես եմ։ Ինչ էին կոչում Հիսուսին? Տեր։ Եվ գիտեք, էսի ամենաբարձր պաշտոններ, բայց գիտեք այդ բարձր Հիսուսը ինչ ցույց տվեց, որ ես լինելով Տեր եւ վարդապետ ձեր ոտները լվացում եմ։ Մինչև վերջ խոնարհեցրեց։ Ինչքան տեղ կար Հիսուսը խոնարհեցրեց ժողովուրդ ջան։ Հələ մենք խաչիներ կանցնենք։ Հիմա թանկագինս ու գիտեք ինչ ասում Հիսուսը, եթե ես Տերս շեշտում եմ ու վարդապետս ձեր ոտքերը լվացեցի, ուրեմն դուք էլ պետք է իրար ոտքեր լվաք։ Գիտեք ինչի համար էր ուզում Հիսուսը, որ առաքյալները իրար ոտքեր լվացեին։ Գիտեք ինչի համար, որովհետև իրանք իրանց սրտի անկյունում իրար չէին ընդունում։ Իրան ասում է եղբայրներ, մեկս մեկ ընդունեցեք, ինչպես Քրիստոս ընդունեցեց։ Հռոմեացիս 16-րդ գլուխ առաջի խոսքը։ Էսի մի բաց եղբայր։ Հասկանում եք թանկագիններ, մենք չենք կարա Հիսուսին չնմանվենք, ժողովուրդ ջան, մենք ով ենք, որ իրանը չնմանվենք, մենք ով ենք։ Այսօր կեղծավորությունը դարձել մոդա։ Հասկանում ենք սիրելիներս։ Ինչ որ այ իմ եղբայրն է, թող որ ես իր թերությունները վրանը սիրեմ ու ընդունեմ։ Կա սեմարդ որ թերություն չունի, հələ ցույց տվեք։ Չկա, չէ՞։ Անսխալ մեկ Աստված իմ տատու խոսքերն է։ Անսխալ մեկ Աստված։ Մենք բոլորովս սխալներով ենք, հետաքրքիրը գիտեք որն է, որ սատանան այն 9 լավ կողմերը փակում է, մի հատ կողմը խոշորացնում է, մեծացնում ասում, էս մարդ այդի սենց այդ սուտասան այդի եւ այլ, ու գիտես քո աչքին քո եղբորը գցում է ու ցածրացնում է։ Ինչի համար, որպեսզի չընդունես քո եղբորը։ Գիտես ինչի համար սատանան չի ուզում ընդունես քո եղբորը, որ արթնություն չգա։ Արթնությունը կանխելու համար սատանան թանկագինս վախենում է գիտեք ինչից։ Արթնությունից։ Որպեսզի ինքը արթնությունը կանգնեցնի, եղբայրների մեջ կռիվա գցում։ Եղբայրների մեջ մեկը մեկի սրտում ատելություն է դնում, բայց ծոսկում է, զգույշ կլինես չիմանան։ Հասկանում եք։ Այս արդեն մենք դարձանք կրոնավորներ։ Ասեք ժողովուրդ ջան։ Ամեն։ Հարց եմ ուզում տամ։ Կդնես քո կյանքը մարդուն արթնության համար։ Այո։ Դուրներն եկա, լավ է։ Իմացեք, եթե ստեմ մտնողը ձեր մեջ անկեղծ սեր տեսավ, արդարություն տեսավ, առատաձեռնություն տեսավ, ստե արթնություն կգա։ Ամեն։ Եթե ստեմ մտնողը ձեր մեջ վեճ տեսավ, կեղծավորություն տեսավ, արդարություն չտեսավ ու փակձեռություն տեսավ, փակձեռություն հասկացանք, չէ՞, քսիբություն։ Ստես կհեռանան։ Մի անգամ կգան ու կհիասթափվեն։ Ու գիտեք կլինեն դուրս ինչ կպատմեն, մերկու բանել կդնեն վրեն ու կպատմեն, կբանփասեն։ Ամեն ինչ արեք սիրելիներ, որ ստե ով որ առաջի անգամ մտնի, իրանը այնց զգացողությունն ունենա, որ ինքը դրախտում հայտնվի։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Լավ, թանկագիններս, եկեք անցնենք առաջ։ Հիմա ինչ է խոնարհությունը։ Հարգել դիմացինին, լսում եք։ Խոնարհվել, ծառայել, բայց երկրպագել միայն Աստծուն։ Իմի մարդ կա, թանկագինես մարդ կա, ասում է ես խոնարհվում եմ մենակ Տիրոջ առաջ։ Ասեմ, դա սատանայի սուտն է։ Եթե դու քո ավաքի
ավակին չես ընդունում, չես հարգում, քո հովին չես ընդունում, չես հարգում, լսի Աստծուն պետք չէ քո երկրպագությունը չի ընդունելու, որտեղ Աստված ասում է պատվեք ձեր առաջնորդներին։ Հասկանում եք։ Մեկ անգամ թանկագիններս Մովսեսի քրոջ անունը հիշում եք ինչ էր։ Ահա Մարիամն եկավ ասա, ինչ Աստված մենակ Մովսեսի հետ է խոսում, իմ հետ էլ է խոսում։ Ու գիտեք ինչ եղավ։ Բամփասեց իր աղբորից, ինքը իր սևամորթ կինը։ Ու գիտեք թանկագիններս Աստված ասում, արի Մարիամ, արի։ Դու պետք է պատժում եմ քեզ, պետք է այդպես քարանձավ։ Մեկ 15 օրով ու բորոտությունով խփես։ Թանկագինս օզության դեմ դուրս գալը դա վտանգավոր բան է։ Ամեն շորչած։ Հիմա եկեք անցնենք առաջ։ Ինչպիսի խոստմունքներ ունի մենք կամաց ավարտում ենք։ Ինչպիսի Աստված խոնարհներին ինչ ձևա վերաբերվում։ Հա? Ոչ միայն շնորհքապարս։ Ոչ միայն։ Նա խոստանում է քեզ հետ դինել։ Այդ որ ասում մեր մեծերն ասում են Աստված քո հետ բալաջան։ Լսի, դա խոսք է։ Լավ խոսք է, բայց մենակ ասելով չի լինի։ Եթե դու ուզում ես Աստված քո հետ լինի, թանկագինս պետք է պահես խոնարհություն։ Հիմա նա խոստանում է քեզ հետ դինել։ Եսայի 57:15 եկեք բացենք։ Դու սիրում եք չէ Աստվածաշունչը թերթել, էսցից ընծեր, հա? Ամեն։ Մեր մոտ գիտեք ինչ եմ արել։ Ուր այ մեռախոսը։ Դուր։ Էսի Ժորժ ջան, էսի։ Աստվածաշունչ չէ։ Ասեմ ինչի համար։ Դու բացում ես Աստվածաշունչը։ Մատ SMS-ը գալ, ասում ես հələ կարդամ։ SMS-ը կարդում ես, մի հատ հետաքրքիր վիդեո է հանդիպում ընթացքում, ասում եմ, «Իս հələ Նիկոլը գացերա մարդուն դինամ վարդ է գացե»։ Ու բացում ես, դետել ես մի խաբար ես լնու, պաշտանքի կեսնց է։ Ես մեր մոտ, չգիտեմ ով խաչիկ ջան, այդ ձև որոշում եմ կասե։ Երբ որ ես նայում եմ օրինակ Բենի հինի ծառայությունը, ընդ Oral Roberts եւ այլ, բոլորը Աստվածաշնչերով են Ժողովուրդ ջան։ Ու երբ որ մի հատ խոսք է ելնում Աստվածաշնչից, բոլորը բացում են ու կարդում են, թեկուզ 100 անգամ կարդացել են այդ տեղը։ Հաճախ գիտեք ինչ է կարգը կանոնն ինչ ասում, ասում մարդիկ գալու են ասում են եկեղեցի խաղ են խաղում։ Ես չեմ կարող ընդունել այդ ձևը, ես ուզում եմ, որ բացվա խոսքը մարդիկ հայացները ասու խոսքին էլի, վայ ես դե կարդացիր եմ, լսի էլի կարդա։ Վնաս կա։ Չկա, չէ, բայց ես քեզ մի բան ասեմ, կարա դու այդ նույն տեղը կարդաս, Սուրբ Հոգին մի հատ ընդհանրապես ուրիշ բան բացա քեզի։ Լավ, եկեք Եսայի մարգարեություն 57:15-ը։ Ասում է քանսի այսպես է ասում բարձրը ու բարձրյալը, որ հավիտենականության մեջ կբնակվի, եւ նրա անունը Սուրբ է։ Ես բարձր ու սուրբ տեղն եմ բնակվում, բայց նաև կոտրած ու խոնար հոգի ունեցողի հետ է։ Այսինքն թանկագինես մաղթելով Աստված մեր հետ չի լինի, մենք պետք է կոտրված եւ խոնար սիրտ ունենանք, որ Աստված մեր հետ լինի, դա է պայմանը։ Կոտրված եւ խոնար սիրտ մենք պետք է ունենանք։ Որպեսզի Տերը մեր հետ լինի, հետո մեր երեխեքի հետ լինի, հետո մեր սերունդների հետ լինի։ Հետաքրքիր է գիտեք որ չի ասում Աստված սիրող սրտերի հետ է։ Աստված օրինակ հավատարիմ սրտերի հետ է։ Աստված շեշտում է հենց խոնարհությունը, հետաքրքիր է, չէ՞։ Որտեվ կարա մարդը սիրող լինի, բայց Աստվածավախ չլինի։ Ամեն թանկագիններս։ Հիմա թանկագինես, տեսեք, ինչ է նշանակում կոտրված սիրտ։ Ինքնավստահության կորուս, ինչ է նշանակում կոտրված սիրտ։ Երբ որ քո ինքնավստահությունը կորած է, գիտեք Աստված գալիս է ու բժշկում է։ Ներսից փշրված վիճակ։
Ցավ կամ կորուստի զգացում, մեղքի գիտակցում եւ զղջում, երբ որ դու այս զգացողությունները ունես, նշանակում է քո սիրտը կոտրված է։ Պետք է ես նորից ասեմ, ինքնավստահության կորուստ, ներսից փշրված վիճակ, ցավ կամ կորուստի զգացում, մեղքի գիտակցում եւ զղջում։ Եթե այս ամեն չկա, քո մոտ կոտրված վիճակ է, ասած գալի է քո սիրտը բժշկ է, քո հետ է լինելու ինքը։ Ամեն թանկագիններս։ Հիմա իսկ ինչ է նշանակում խոնարհություն, չի ապավինում սեփական ուժերին։ Պատրաստ է սովորել, գիտակցում է, որ Աստծուց է կախված։ Ինչ է ուզում Տերը թանկագինս, որ դու ամբողջովին կախված լինես իրանից։ Երբեք հույսը չդնես մարդկանց վրա։ Ամեն թանկագիններս։ Նա խոստանում է օրհնել քեզ։ Առաջինը խոստանում է քեզ ծեծնել, եթե խոնարհես, խոստանում է օրհնել քեզ։ Ամեն։ Եկեք բացենք երկրորդ Օրինաց 8:2-ը։ Ասում է հիշիր այն ճամփան, որ քո Տեր Աստվածը 40 տարի անապատի մեջ քեզ պտտեցրեց։ Քեզ խոնարհեցնելու, փորձելու, այսինքն փորձության էր տանում, որպեսզի խոնարհեցնի։ Սրտիդ մեջին է իմանալու համար, թե դու արդյոք իր պատվիրանքները պիտի պահես, թե ոչ։ Տերը քեզ խոնարհեցրեց, անոթի պահեց, մանանայով կերակրեց, որ ոչ դու կճանաչեիր, ոչ քո հայրերդ, որ իմանաս, թե ոչ թե մարդը միայն հացով կապրի, որ գիտնաս, թե մարդը միայն հացով չի ապրի, հապա Տիրոջ բերանից ելած ամեն խոսքով կապրի։ Այսինքն մարդը չի կարող միայն հացով ապրի, թանկագինս պետք է Աստծո խոսքով էլ ինքը ապրի։ Ինչի համար էր ինքը փորձում, որպեսզի մենք թանկագիններս հայտնաբերենք, թե իրականում մենք ինչպիսի սիրտ ունենք։ Հետո նոր օրհներ եւ թանկագիններս նա ինչ է անում, նա օրհնում է, նա փառք պատիվ հարստություն է խոստանում, երանելի է սարքում քեզի, խոստանում է քեզ բարձրացնել, թե երկրի վրա, թե երկնքում։ Հիմա եկեք Արաք երկու տեղեր նայենք, Արաքած 15:33 եկեք բացենք։ Ասում է Տիրոջ վախ իմաստության խրատն է։ Փառքի արչեվից, նայեք, փառքի արչեվից ասում է խոնարհությունը կեթա։ Այսինքն նախքան Տերը քեզի բարձրացնել, ինքը խոնարհության հարց, արմատի հարց պետք է լուծա։ Ամեն։ Եվ ուզում եմ արագ անցնենք, արագ եմ ուզում ասնենք 22:4-ը թերթեք Արաքացի։ Ասեմ խոնարհությունը Տիրոջ երկյուղը ոնց որ զույգ աղբերների նման է։ Ասում է խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վախճանը։ Գիտեք ինչ է, վախճանը ավարտն է։ Ինչ է, հարստություն, պատիվ եւ կյանք է։ Ասում ավարտը, այսինքն դու պետք է սպասես, դա հելնելու է։ Եթե սպասես կհասնես, եթե ճանապարհի կեսից հանձնվեցիր, խոստումները չի իրականանալու։ Այսինքն թանկագինս առանց համբերության ոչ միտեղ չես հասնելու։ Ինչ է խոսանում Տերը, նայեք, հարստություն, պատիվ եւ կյանք, ուրախ կյանք, առողջ կյանք, պատվավոր կյանք եւ հարուստ կյանք։ Բայց գիտեք, թանկագինս արմատ է պետք սրա համար, որ դու դրան դիմանաս։ Ամեն։ Օրինակ ասենք Հովսեփի կյանքը կարանք նայենք, արմատները Աստված կառուցեց Հովսեփի կյանքը, մի օր ամեջ բարձրացրեց։ Բայց արմատի հարց պետք է լուծի, ուրեմն կաչինական բամբուկ մի հատ ծառ ժողովուրդ ջան, ինքը 6-7 տարի մենակ արմատ է գցում, բայց ինքը հողից այսքան է երևում։ 7 տարի հետո ինքը մի շաբաթվա մեջ կարա 5 մետր բարձրնա։ Այսինքն դու կարաս կանգնես իր աչքը քո աչքով տենաս, նույնը մեր կյանքն է ժողովուրդ ջան։ Կարա քո կյանքում դու ոչինչ չտենաս, ոչինչ, տարիներ, բայց լսի Աստված քո ներսում բաներ է փոխում, բայց դու չես զգում։ Համբերություն է դնում, խոնարհություն է դնում,
Եթե դու չհամբերես սիրելիս, դու չես հասնի քո կոչմանը, այն ծառը որ կար գեղեցիկ պետք է էդի չի լինի։ Ու գիտես ցավալին որն է, որ շատերը ճանապարհի կեսից հանձնվում են։ Եթե սիրելիս դու համբերության մեջ չձևավորվար, քո կոչմանը չես հասնելու, կփրկվես, կեթաս Տիրոջ մոտ, բայց այն ինչի համար որ դու ծնված ես, չի իրականանա։ Ամեն թանկագիններս ուժեղներն են, որ երկնքի արքայությունը ժառանգում են։ Իսկ ուժեղները գիտեք ովքեր են։ Հեզերն են, խոնարհներն են, համբերատարներն են։ Սատանայի ուժեղը ուրիշ տեսք ունի, Աստծո ուժեղը ընդհանրապես ուրիշ տեսք ունի։ Ամեն թանկագիններս։ Եվ երանելի պիտի լինես քո շրջապատում, երկու տեղ նայում ենք ու պրծնենք։ Ղուկաս ավարտենք։ Ղուկաս 1:46-ը։ Մարիամը ասավ. իմ անձս մեծացնում է Տիրոջը, եւ իմ հոգիս ուրախացավ իմ փրկիչ Աստծուց 48-ը, քանի որ իր աղախնի խոնարհությանը նայեց։ Աստվածուն անայում խոնարհներին անայում, թանկագին երկնքից Աստված փնտրում խոնարհներին անայում։ Նայեք թանկագիներս, տեսեք Աստված ուսում էր, որ Հիսուսը ծնվեր, բայց ումից, Քրիստոսը ծնվեր, բայց ումից։ Պետք է ինչ-որ մեկին գտներ, չէ ինքը երկրի վրա, ինքը բոլոր Իսրայելի կույս աղջիկների սրտերը տեսավ, բայց այդքանի միջից ընտրեց Մարիամին։ Գիտեք, իր ծառայության համար, իր ընտրության եւ կոչման համար Աստված ընտրելու է այն մարդկանց, որոնք խոնարհ սիրտ ունեն։ Օրինակ Աստված Մարիամին ընտրեց։ Հիմա սիրելիներ, տեսեք Մարիամն ինչ ասում, մարգարեական բան ասում, քանզի ահա սրանից հետո բոլոր ազգերը ինձի երանի պիտի տան։ Բոլոր ազգերը ինձի ասում է երանի պիտի տան։ Հիմա թանկագինես տեսեք, եթե տարբերություն չկա սիրելիս, Մարիամի միջոցով Հիսուսը ծնվավ, քո միջոցով ինչ-որ մեկն է վերստին ծնվելու։ Եթե ուզում ես Տերը համագործակցա քո հետ, ու քո միջոցով փրկիչներ ծնվեն, մարդիկ ծնվեն, որոնք կգնան աշխարհը փոխելու, լսի, դու պետք է քո սրտին հավանի Տերը։ Նայեք, ասում է ազգերը ինձի երանի պիտի տան, սա ինչ է նշանակում։ Առաջինը քեզի երանի կտան, քո շրջապատը, ազգականներ, հարևաններ, հետո քո գյուղը քեզի երանի կտան, հետո քո քաղաքը քեզի երանի կտա, հետո քո երկիրը քեզի երանի կտա, հետո ազգերը քեզի երանի կտան։ Ամեն։ Պատկերացնում եք ինչ է խոստանում Տերը, եթե մինչև վերջ համբերես ու պահես քո խոնարհությունը։ Պատկերացնում եք ինչպիսի խոստմունքներ։ Ու գիտես, մեկ օր դու վարձատրվելու ես քո կատարած գործերի համար։ Ո՞րն է մեր կյանքի իմաստը, ժողովուրդ երկրի վրա։ Իմաստը մեր ապրելու գտիր քո կոչումը ու ծառայիր մարդկանց առանց ձանձրանալու։ Սա է մեր կյանքի նպատակը, սիրելիներ։ Հիմա եւ կարդամ, այսինքն երանելի պիտի լինես քո շրջապատում եւ քո ազգի մեջ, եւ ամենավերջինը նա խոստանում է քեզ բարձրացնել թե երկրի վրա, թե երկնքում։ Ֆիլիպեցիների 2:6-ը, եկեք բացենք, որից հետո կաղոթենք։ Հիսուսի մասին է պատմում առաքյալը։ Ասում է, որ Աստծո կերպարանք ունենալով, գիտեք սա ինչ է նշանակում, նա Աստված էր։ Աստծո կերպարանք ունենալով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասարին։ Գիտեք հափշտակություն չհամարեց ինչա նշանակում, ինքը չբռնավ իր պաշտոնից, չբռնավ իր աթոռից, չբռնավ իր արքայությունից։ 7-րդ խոսքը ասում է, հապա անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով։ Հիշում եք խոսմիկ ոտան լվայի ծառայի կերպարանք առավ ինքը։ Ասում է իր անձը ունայնացրեց, սա գիտեք ինչա նշանակում, դու ես որոշում, դու ծառայի կերպարանք ունենաս թե Տիրոջ,
Թե հրամանատարի դու ես որոշում, դու ունայնացնես քեզին, թե չունայնացնես։ Ասում է ինքը իրեն խոնարեցրեց, մինչև իսկ մեռնելու հոժարվեցավ։ Ինքը իրեն խոնարեցրեց, մինչև իսկ մեռնելու հոժարվեցավ եւ այն էլ խաչի մահվամբ։ Ըստե 7-րդ խոսքում ասում է, ապա իր անձը ունայնացրեց։ Ինչ նշանակում ունայնություն, ժողովուրդ ջան։ Ունայնություն ինչ է նշանակում։ Զրո։ Ինչքան տեղ կոր Հիսուսը իրանը ցածրացրեց, գոմի մեջ ծնվավ, ամբողջ աշխարհի մեղքերը իր վրա վերցրեց։ Գիտեք, ինքը նորմալ մահով չի մահացել։ Այսօր մարդը մահանում է, սիրելիներ, դնում են իր տան մեջ, պատվավոր թաղում են անում, բայց Հիսուսը մահացել, որպես ամենավերջի մեղավոր։ Գիտեք ինչի համար։ Ասեմ ինչի համար, բայց ինքը մեղք չուներ այդ ամեն ինչի հետ։ Ամբողջ դու պատկերացրեք ամբողջ աշխարհի ինչ տեսակ, արատեսակ, պիղծ, վատ, չգիտեմ, մեղքեր կունը, այդ բոլորի մեղքերը իրա վրա էր, ու մարդիկ իրանը տենում էին որպես այդպիսի։ Շատ քչերը գիտեին, որ Հիսուսը անմեղ է, բայց մարդիկ իրանը գիտեք ում էին խաչում, խաչի մահով սպանում, ովքեր որ արժանի չէին սովորական թաղման արարողության։ Լսեք, շնացողների, մանկապիղծների, գողերի, ավազակների, չգիտեմ, ինչ մեղքեր կա, ինչքան մեղք կա, բոլորի մեղքերը իրա վրա էր ու մարդիկ իրան համարում էին այդ տեսակի մեղավոր։ Սրանից անարգված հայտարարակ մահ չի լինում։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Տեսեք ինչ ասում։ Ասում է ինքն իրեն խոնարեցրեց մինչև իսկ մեռնելու հոժարվեցավ եւ այն էլ խաչի մահվամբ։ Խաչի մահ դա չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, ամենաանարգված մահվան տեսակն էր։ 9-րդ խոսքը։ Սրա համար Աստված է նրան խիստ բարձրացրել, ասեք խիստ։ Խիստ բարձր, այսինքն խիստ նշանակում է ինչքան ինքը խոնարհվել էր։ Ինչքան խոնարհվել էր, այսինքն ինչքան արմատներ կար, այդքան էլ ինքը բարձրացավ, Աստված բարձրացրեց։ Նույնը մեր կյանքում է ժողովուրդ ջան, ինչքան որ արմատներ կգցես, այնքան էլ Աստված կբարձրացնի։ Ամեն։ Ով է հիշում Եսայի մարգարեության մեջ մի հատ տեղ կասում է. ինձ ապավինողների ուժը կնորոգվի, արծվի պես, ասում կվազեն եւ չեն հոգնի։ Գիտես թանկագինս մի բան ասեմ, եթե դու Տիրոջը ապավինեցի, դու սա կյանքը կվազվզես ու չես հոգնի։ Որ ամեն անունից բարձր է, որպեսզի Հիսուսի անունին ծնրադրեն, այսինքն ծունկ դնեն երկրավորները, սանդարամետականները, այսինքն եւ երկինքը, եւ երկիրը, եւ դժոխքը։ Եվ ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տեր է։ Հոր Աստծո, տեսեք, հորը չի առանձնացում, հոր Աստծո փառքի համար։ Գիտեք, Հիսուսը Տեր է ոչ թե միայն երկնքում, նաև երկրի վրա, ամեն մի մարդցամաքի վրա, երկնքի ամեն մի ոլորտի, դժոխքում, ամեն տեղ ինքը Տեր է։ Հոր Աստծո փառքի համար։